սիրելիներ, բարի օր օնլայն ժողովրդին, սիրելիներ, այսօրվա մեր խոսքը կսկսենք մենք Սաղմոս 2-ից և ես ուզում եմ կարդալ 65-րդ գլուխը Սաղմոսի 4-ից մինչև 5-ը։ Այսպես է ասում. Երանի նրան, որ դու ընտրում ես և ընդունում, որ քո սրահումը բնակվի, թող կշտանանք քո տան սուրբ տաճարի բարիքներովը, զարուրելի կերպով աշտարությունով կպատասխանես մեզ, ով մեր փրկության Աստված, որ երկրի ամեն ծայրերի և ծովի հեռավոր տեղերում բնակողների հույսն ես։ Սիրելի մարդ, անձ, եթե դու այսօր ուզում ես Տիրոջը դարձնել քո հույսը, այն հույսը, որը երկրավոր տեսակետով ասվում է, հույսը վերջում է մահանում, բայց ես ասեմ, սիրելիներ, հույսը ընդհանրապես երբեք չի մահանում։ Հույսը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, Աստծո որդին և մեր Աստվածը, որ ապրում է, եղել է, կա և կլինի հավիտյան։ Սա է հույսը, որ երբեք այն չի մահանա, և ես հավատացած եմ, որ ամեն մի հավատացյալքս, անկախ մեր կյանքի տարուբերներից, որ մենք մեր մեջ ունենք, ամենագլխավորը, ամենակարևորը հույսը, որը երբեք չի մահանում։ Ուզում եմ մի պահ ես իմ Տիրոջը փառք տալ, սիրելիս ամբողջ իմ հոգին ուզում է փառաբանել իմ Տեր Հիսուս Քրիստոսին և ուզում եմ ասել ու աղոթել, որ Տեր Հիսուս իմ Աստված, փառքերի Տեր Աստված, դու ես, դու փառավորվողն ես։ Մենք, ինչպես Հովհաննես Մկրտիչը ասեց, Հայր, գրված է Աստվածաշնչի մեջ, Հովհաննեսի ավետարանի մեջ գրված է. ես պիտի գնալով փոքրանամ, իսկ դու Տեր գնալով պիտի մեծանաս։ Այո Տեր, այսպես է ամեն մի Աստծուն ծառայողի, ամեն մի Աստծով ապրող մարդու կյանքը և կամքը, քանի որ չեմ կարծում, երբևիցե կլինե մեկ աստվածավախ մարդ, երբևիցե կլինե մեկ մարդ Աստծո ծառա, թե քարոզիչ, թե ավետարանիչ, որ երբևիցե նա կհամարձակվի փառավորվել, բայց ոչ փառավորվել, որ երբևիցե նա կհամարձակվի իր անձը մեծարել ու մեծացնել, բայց իրականում պիտի մեծարվեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսպիսով ես մեծարում եմ քեզ Տեր Հիսուս, ամբողջ փառքը, ամբողջ մեծությունը և զորությունը և գոհությունը միայն քոնը պիտի լինի իմ Տեր Աստված և ուրիշ ոչ մեկինը։ Այսօր ես այստեղ կանգնած եմ փոքրանալու, որպեսզի քո փառավոր անձդ, էությունդ և փառքդ մեծանա։ Քեզանից շնորհակալ ենք իմ Տեր, ամբողջ սրտով և հոգով։ Ձեռքերս պարզած անժուլացող խնդրեցի Աստված կյանք դուր քո ջրով աղբյուրը բացեց ջուրը խամեցի աչքերս բացեցի, տեսա Հիսուսին, ժպիտը դեմքին, կորած կրներ, տանոն իրուսին,
բռնած անապատնանցա Ներեց Հիսուսը չարություն անցա Արցունքն աչքերիս ոտքերին փրված Ոչեցին ացոր Հիսուսի մասված աղբյուրը բացեց ջուրը խմեցի կյանքս ստացա աչքերս բացվեցի տեսա Հիսուսին ժպիտը դեմքին կորած գարներ տանում իրուսին Այսպես սիրելիս, ամեն մեկ անհատ, ամեն մի կորած գար, հատիկ առ հատիկ տանում են արի Հիսուսի վրա, տանում է դեպի հավիտենություն, տանում է դեպի երկինք։ Արդյոք դու կցանկանաս այդ գարնու կլինի, ես ցանկանում եմ այն։ Հիսուսն էր գնում ես հələ ետևից նա ինձ փրկել է չորն ապատից գնում է նրա լույս շնապարով ու ինձ գում է հարուստապահով աղբյուրը բացվեց ջուրը խմեցի կյանքս ստացա աչքերս բացեցի Տեսա Հիսուսին ժպիտը դեմքին կորած գարներ տանում իրուսին ու խոսեց Տերս ես եմ լույս կյանքը ճշմարտությունը ու ճանապարհը խաղաղությունը ես գարներիս կտա շաչելով նրանց ետևից կգամ աղբյուրը բացվեց ջուրը խմեցի կյանքս ստացա աչքերս բացեցի տեսա փրկիչիս ժպիտը դեմքին
Այո, սիրելիներ, դու քեզ զգում ես կորած որպես գառնոկ, դու քեզ տեսնում ես մոլորված գետ մեկը, որ կարող է Հիսուս Քրիստոսը ուղղակի քո ետևից գալ, քեզ գտնել, դու քեզ զգացել ես մոլորված, չոր անապատումը զգացել ես ծարավ, հոգուտ ծարավը քեզ չի տոճորում։ Մարդիկ, մեր հոգուտ ծարավը մեզ տոճորում է։ Չկա այդպիսի հասկացողություն հոգևորի մեջ, երբ որ մարդ գետ մեկ պա, նայում է իր հոգևոր կյանքին, նայում է իր էությանը, նայում է իր ամեն վարքյանին, ասում է որքան ունային եմ, որքան դատարկ եմ, որքան կյանքս անիմաստ է, իսկ ունայնությունը, դատարկությունը, իմաստությունը ում մեջ կարող ես դու գտնել։ Դու այդ գիտես, եթե չգիտես, այսօր ես քեզ կասեմ այն։ Այսօրվա վերնագրված խոսքի անունն է կոտրված հիմք։ Ինչ է նշանակում այն։ Եթե ունես ձեռքիդ մեկ բաժակ, որ հիմքից կոտրված է նա, որքան էլ ուզում ես դու այն կպցրա, միևնույն է, նա կամ կկաթի, կամ նա չի գործի իր գործը։ Կոտրված հիմքը մի բան է, որ սիրելիներ, այս մեր կյանքում դարեր շարունակ է կատարվում, որ մենք այսօր չենք հասկացել, թե ինչու ենք հասել մենք այս եզրակետին եւ ինչու այս մեր կյանք այսպես կորսված իմաստ ունի։ Եվ այսօր մենք որոշակի բացահայտումներ կանենք, կհասկանանք, թե ինչու կոչվեց կոտրված հիմք։ Առաջինը կարդում եմ Առաջին Հովհաննեսի 4-րդ գլուխը։ Չորրորդ գլուխը 4-ից 6 խոսքն եմ կարդում։ Ասում է այստեղ մի կարևոր բան։ Դուք ասում է Աստվածանից եք, ողջյակներ, եւ հաղթեցիք նրանց, ում նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհքից մեջ է։ Նրանք աշխարհքիցն են, նրա համար աշխարհքիցն են խոսում եւ աշխարհը լսում է նրանց։ Մենք Աստվածանից ենք, ով որ Աստծուն ճանաչում է, ուշադիր եղեք սիրելիներ, այստեղ մի կարևոր հանգամանք է հնչում, ով որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ։ Սիրելի մարդ, եթե դու Աստծուն ճանաչող ոմն մեկն ես, դու կարող ես ինձ լսել, իսկ եթե դու Աստծուն չճանաչող մեկն ես, դու կփորձես քննադատել եւ քննադատել։ Սա թողնում եմ քեզ, քանի որ Աստվածաշունչը շարունակում է. ով որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով որ Աստվածանից չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Այսինքն կա հոգի, որը ճշմարտության հոգին է, նա լսում է մեզ, քանի որ սիրելիս այստեղից քարոզվում է զուտ, բուն, ճշմարիտ խոսք Աստծո։ Իսկ ով որ ճշմարտության հոգուց չէ, Աստծուն չի ճանաչում, նա մեզ չի լսի։ Անկամ եթե լսի սիրելիս, նա ուղղակի կլիկ կանի եւ դուրս կգնա։ Մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան։ Եվ սա է կարևորագույնը։ Մենք այսօր սիրելիներ ապրում ենք այնպիսի մի ժամանակներում։ Այս ժամանակները շատ տարօրինակ են նրանով, որ այսօր հարցնում ենք կամ հարցվում ենք։ Մեկ ասում եմ ես քավլիցի Տեր, որ ես ինչ որ մեկին հարցնեմ, այս նախադասությունը հարցնում ենք, հարցվում ենք, թե որ հավատքից ես դու։ Օրինակ, եթե ինչ որ մեկը ինձ հարցնում է, այդ հարցը տալիս է, ես ինձ անկեղծ ասած շատ վատ եմ զգում։ Այսինքն ինչ է նշանակում, որ հավատքից ես դու։ Ես քեզ հարց տամ, այսօրվա այս իմ հարցը քեզ ուղված լինի, որ հավատքից ես դու։ Այսինքն եթե կա մեկ հավատք, որ Աստվածաշունչը ասում է ու կրկնում է անդադար ըստ Աստվածաշնչյան խոսքի, այսինքն մենք հավատքը ճյուղավորեցինք, բազմացրեցինք, ինչպես որ նաև Աստծուն ենք մենք բաժանում եւ բազմազանացնում, Աստծուն ենք դարձնում Աստվածներ փոքրատար, թողնելով մեր միակ մեծատար Աստված Հայր Որդի եւ Սուրբ Հոգու Աստծուն։ Եվ այս հարցը տալիս են մեզ, այս հարցը ժամանակների մեջ անդադար հնչվում է եւ լսվում է։ Եվ այսօր ես պիտի խոսեմ այս հարցի շուրջ, որպեսզի ամեն մի հավատացյալ, եթե ինքը բուն Քրիստոսով հավատքի մեջ է, նա երբեք իրավունք չունի այս հարցը ինչ որ մեկին տան։ Իրավունք ունի ինչ որ մեկը նրան տալու, ով որ աշխարհից է գալիս ու տգետ է ու չգիտի ընդհանրապես հավատքը, որ ինքը մեկն է, ասում է Աստվածաշունչը մեկն է, հավատքը մեկն է, Աստված մեկն է։ Հիմա ինչու ենք մենք այսպես բազմազանացրել այս հավատքը, քրիստոնեությունը։
Եթե դու քրիստոնյա ես, քեզ համար այլևս ուրիշ հավատք պիտի չլիներ, ճիշտ է, թե սխալ։ Իսկ քանի որ դու քրիստոնյա ես եւ դու ամեն քայլն մեկ դու փորձում ես հարցեր տալ, այս հարցը իրականում ասեմ ձեզ մոլորություն է, սիրելիներ, սրանք մոլորություն է մեր կյանքերում, սրանք մոլորված մարդկանց բերանից է այս հարցը հնչվում։ Մարդիկ ովքեր որ գիտեք ինչ, դևը ընդհանրապես հիշեք, դևը ինքը ունի մի օրինակ։ Օրինակ բերեմ ես ձեզ մի շատ հասարակ օրինակ, երբ որ հարցնում են ով ես դու Աստծո մեջ, ասում ես վերածնված քրիստոնյա ես, հավատացյալ ես, ասում է օ, աղանդավոր է։ Սա դևի պատասխանն է։ Եթե ինչ որ մեկին դու ասում ես դու հավատացյալ մարդ ես, Քրիստոսով ապրող մարդ ես 24 ժամ, ասում է սրա ուղեղը լվացված է։ Սա կորսված է, ասում են։ Սրանք դիվային խոսքեր են, նախադասություններ են, որոնք որ հնչվում են մարդկային բերաններից, եւ այս մարդկային էությունները ընդհանրապես, եթե հասկանան, որ Աստծուն չեն ճանաչում, սա մեկ բան է, բայց երբ որ Աստծուն ճանաչում են ու այն հավատացյալ ասում են ու փորձում են ինչ որ դիմացինին ուրիշ կերպ քննադատել իրենց ավելի լավը տեսնելով։ Այսօր մոլորությունը շատ է, որ մարդիկ ապրում են վախերի մեջ, որպեսզի չմոլորվեն։ Ես մի կողմից էլ հասկանում եմ, որպես հավատքի մարդ ես հասկանում եմ, որ այդ տվյալ մարդուն պետք է հարցնել քեզ. կարող է դու Եհովայի վկա ես, կարող է դու մորմոնական ես, կարող է դու սատանայապաշտ մարդ ես, կարող է քո եկեղեցում ուղակի թեթևակիորեն քարոզվում է Քրիստոս, բայց ներսևանց հիմքից մենք որքան եկեղեցիներ ենք այսօր ապրում աշխարհի տակ, քրիստոնեական որտեղ որ կատարվում է տիսակատարություններ նկուղներում, որտեղ որ ինչ են զոհաբերվում մանուկներ եւ ինչ են խմում մանկանց այրուն։ Ես ասում եմ սիրելիս, ամեն տեղ չէ, որ դու կարող ես վստահ այսօր հավատաս, որ սա այս եկեղեցին է եւ սա իրապես տալիս է մեզ այս խոսքը, ոչ։ Բայց դու նայիր, դու ուղակի նայիր, ինչ է խոսում այդ տվյալ անձը, ինչ է քարոզում այդ տվյալ տունը, կլինի եկեղեցի, որ ես չեմ սիրում այդ բառը արտաբերել, կլինի այն տուն, վերնատուն, Աստծո տուն, խոսքի տուն, դա կապ չունի, վայր, որտեղ որ լսում ես դու խոսքը, դու ուշադիր եղի մի բան։ Դու ոչ թե նայի մարդկային արտաքինին, թե այդ մարդը ինչ է կրում որպես հագուստ, ուղղակի դու նայի այդ մարդու բերանից դուրս եկած խոսքը, թե ինչ է քարոզվում այդտեղ, արդյոք այդտեղ Քրիստոս կա, արդյոք այդտեղ քարոզվում է Աստծո խոսքը, սիրելիս դու հոգի ունես քո մեջ, երբեք չմտածես, որ այն ինչ սիրտը, քո միջի սիրտը, քո մտքին տվեց, իմացի դա ճշմարտությունն է, որովհետև մեր սիրտը չի կարող սխալվել, մեր հոգին չի կարող սխալվել, մարդիկ, ճշմարտության խոսքը կարող է գայթակղեցնել մեզ, բայց հոգին միշտ էլ քո ներսից ասում է, որ այն ճշմարտության խոսքն է։ Իսկ եթե թեթև բարձրեցին քո ականջների գլխի տակը, այսպես դու կմոլորվես։ Ասենք թե դու չես ուզում մոլորվես, ես էլ ուզում եմ քեզ ասել ինչ որ եմ, որտեղից էլ որ են, որ հիմքի վրա էլ որ եմ։ Խոսքի ասեմ քեզ ես ֆունդամենտալիստ եմ, ինչ ես հասկանում դրանից։ Ասեմ հոգեգալստական եկեղեցուց եմ ես։ Ասեմ ավետարանչական, հիսունական, մորմոնական, առաքելական, ուղղափառ։ Ասենք թե ես քեզ ասեմ բողոքական եկեղեցուց եմ ես որպես անդամ։ Սա քեզ ինչ է տալիս։ Սա քեզ ինչ որ մի բան տվեց։ Ոչ, ավելի գայթակղվեցիր, ճիշտ են, որովհետև այնքան կան, ինչական ասես, որ չկան։ Ամեն եկեղեցիները, որ դու նայում ես, կան անուններ, մարդկային, թե խմբակային, թե ինչ որ Աստվածաշնչից վերցրած, որ սա մեզ շատ անգամներ մոլորեցնում է, բայց քո մեջ ոչինչ չի փոխվելու, մինչդեռ որ քեզ պետք է հարցնել միայն ու միայն քո հոգուն, լսեցիր խոսքը, հարցրու հոգուդ, հոգիս էությունս, ինչ ես կարծում, այս կինը, որ խոսում է, ճշմարիտ խոսք է խոսում, թե ուղղակի խոսում է ստություն։ Դու այսպես հարցուփորձ անելով ընկնելու ես ավելի շատ շփոթությունների մեջ, սիրելիս, քանի որ փորձում ես գտնել ճշմարիտը, բայց այսօր ճշմարիտն այնքան քիչ է, ասեմ քեզ, ճշմարիտ եկեղեցիները քիչ են, մարդիկ, գրված է Աստվածաշնչի մեջ, կգան եւ կասեն, ես եմ, ասեց Քրիստոս ինքը, բայց շատերին կմոլորեցնեն։ Այո, այսօր մենք լսում ենք, որ գալիս եւ ասում են, Քրիստոսն է,
բայց այնպիսի մոլորություններ, որ անգամ մեր մարդկային էությունը չի կարող դա ըմբռնել, թե ինչպես կարող են եկեղեցիներ ետևից մոլորվել եւ մոլորեցնել։ Դրա համար էլ դու մտավախություն ունես, արդյոք այս մարդը խոսում է ճշմարտությունը թե ոչ։ Բայց այս թվացյալ եկեղեցիների մեջ, սիրելիս, երբ որ ես թվեցի այս անունները, ես հենց այնպես չթվեցի։ Ես այս անունները թվելուց ինչ որ միտեղ դու լսեցիր Քրիստոսի մասին։ Ինչ որ միտեղ քեզ նշվեց, որ սրանք քրիստոնեական են։ Ինչ որ միտեղ նշվեց, որ սրանք զուտ միայն Քրիստոս են պաշտում եւ նրանց հիմքը Քրիստոսն է։ Ասեմ քեզ, հիմք ես ուզում։ Հիմք ես ուզում։ Սա է քո հիմքը։ Ուրիշը մի փնտրիր։ Քրիստոսի անուն կամ հիմք ամենտեղ չկա այսօր, սիրելիներ։ Ես ուզում եմ ուղղակի անուններ չտալ, քննադատելը դա իմ գործը չէ, ընդհանրապես ամեն մարդ իր գործերով պիտի հայտնի դառնա մեկ օր Աստծո Քրիստոսի աչքերի առաջ։ Ես էլ իմ գործերով, բնականաբար։ Առաջի Կորինթացիս ասում է այսպիսի մի կարևոր բան։ 3-րդ գլուխ 1-ից 3-ն եմ կարդում։ Ասում է եւ ես Պողոս Արաքյալը եղբայրք չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը, կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չեք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Ինչու էր ասում Պողոս Արաքյալը այս պատասխանը այսպիսի հնչեղ եւ այսպիսի ծանր, մարմնավոր եք ասում է։ Ես ձեզ կաթ տվեցի խմելու։ Սիրելիս, ընդհանրապես ասեմ Աստվածաշնչի մեջ կաթը դա սկզբունքն է։ Մի սկզբունք է կաթ խմեցնելը, որ դու երբ որ երեխան ծնվում է եւ դու երեխային դեռ չես կարող կոշտ կերակուր կերակրել, դու նրան կերակրում ես կաթով, մինչեւ որ նրա ատամները աճի եւ նա հասու լինի կարողանալու մարսել կոշտ կերակուրը, բայց Պողոս Արաքյալն այստեղ ասում է. ես ձեզ կաթ տվեցի, քանի որ դուք կաթի վրա էլ նստած մնացիք, ո՞րն է դա։ Մարդը այսօր չի կարող կոշտ կերակուր ուտել։ Երբ որ դու մարդուն քարոզում ես ճշմարիտ խոսքը, նա ասում է խիստ է։ Խիստ է։ Խիստը գիտեք ո՞րն է, սիրելիներ։ Խիստը դժոխքն է, եւ որ հավիտյանս հավիտենից գտնվենք դժոխքի կրակների մեջ, դա է խիստ լինելու քեզ համար։ Եվ այսօր ես ներկուստ, ես չգիտեմ ինչ հոգեվոր սա բարկություն է իմ մեջ, որ իմ հոգին չի կարող հանգստանալ։ Խիստ է այս խոսքը։ Դու ինչ ես կարծում։ Ինչ ես կարծում։ Ինչ է լինելու, մեր ապագան, մեր հավիտենությունը կրակների մեջ, առանց Աստծո, առանց Քրիստոսի, արդյոք նա խիստ չի լինելու ավելի, քան դե այսօր, որ մենք լսում ենք եւ ապտակվում ենք, այո Տեր, հասցրու այդ ապտակը ինձ Տեր, առաջին ինձ նվաստիս, հասցրու մեղավորիս, որպեսզի ես հավիտենությունը քո գիրկը ժառանգեմ, սա է ճշմարիտ խոսքը, իսկ խստությունը, որ մի հայրը իր ոշտուն առանց խստության պես սիրելիներ դասիրակում կամ եք հայր երկրավոր, որ ուղակի պաչիկներով դասիրակում է իր որդուն ոչ ասել քեզ։ Հիմա, տակավին մարմնավոր եք, որովհետև այսօր ես ձեզ մեծ ցանկությունով կուզենամ կոշտ կերակուրը կերակրել, ու այս տնից սկսվել է ընդհանրապես առաջի խոսքից կերակուրը կոշտ, որովհետև հիմքը կաթը դու ունես սիրելիս, այն որ Հիսուսը եկավ աշխարհ, այն որ Հիսուսը չարչարվեց քո մեղքի համար, այն որ Հիսուս Քրիստոսը խաչվեց խաչի վրա, հանձն առնելով աշխարհի մեղքը եւ քո մեղքը իր ուսերի վրա եւ հարություն առավ, սա է կաթը։ Եվ այս կաթը մենք բոլոր հավատացյալ կսարթեն գիտենք, սրանք հետանոստներն էլ գիտեն մարդիկ, ոչ թե միայն դու։ Իսկ մեզ պետք է ինչ, մեզ պետք է, որպեսզի դու կայուն հավատացյալ դառնաս, որպեսզի դու դառնաս Քրիստոսի մեջ ոմն մեկը, մի պարտիզպան զինվորված եւ կանգնած սատանայի ամեն մի հնարքների առաջ, դու պիտի կարողանաս ընդունել եւ ուտել կոշտ կերակուր։ Այն կարող է մի փոքր ստամոքսը ցավեցնի, բայց դե ոչինչ, ամեն ինչ անցողիկ է սիրելիս։ Ես շատ ժամանակներ տեսնում եմ, լսում եմ մարդկանց հավատացյալքների, որի մասին էլ ես խոսելու եմ հիմա, որոնք երբ որ դու հարցնում ես, որտեղից ես, որ եկեղեցուց ես, դե ընդամենը քեզ հետաքրքրում է դա։ Կարող է 58-ի եկեղեցու մենա, հաճախում որպես, կարող է նա Երևանում է,
կամ Գյումրիում է, մենք չգիտենք, հարցնում ենք։ Բայց նա մի անգամից սկսում է մի տարօրինակ պատասխան տալ. «Օ, ասում է իմ եկեղեցին»։ «Օ, ասում է իմ առաջնորդը», «Օ, իմ հովիվը», «Իմ լիդերը»։ Ես սա բազում անգամներ եմ քարոզել։ Քրիստոնյա կին տղամարդ անձ։ Այստեղ պետք չէ փառավորել ինչ որ քարիշենություն, այստեղ պետք չէ փառավորել ինչ որ մի լիդեր կամ ինչ որ Աստծո ծառա։ Եթե Աստվածաշունչը ասում է, որ դու Աստծո ծառա ես, ապա դա նշանակում է դու ծառա ես եւ փառավորվելու իրավունք չունես։ Եթե սխալ եմ, ասա սխալ ես։ Այստեղ միայն ու միայն ամբողջ ժամանակների մեջ իմ կյանքում եւ իմ կյանքից սկսած ասել եմ ես ձեզ։ Ես զրոյացված մեկն եմ։ Ուղղակի հասկացիր մի անոթ, որին որ Տերը վերցրել է եւ օգտագործում է։ Իսկ ինչ մնում է ծառա բառը, ես ծառայում եմ իմ Տիրոջը։ Ստրուկությունը գիտես ո՞րն է։ Ես ստրուկ եմ Տիրոջին։ Եվ այստեղ ստրուկը կարող ես երբևիցե հասկանալ, որ նա փառավորվի, ոչ սիրելիս, փառավորվում է միայն նրա Տերը, եւ իմ Տերը պիտի փառավորվի հավիտյանս հավիտենից, ինչ որ մեկը թող ասի ամեն։ Օ իմ հովիվը, բայց ոչ մի խոսք Քրիստոսից, ոչ մի խոսք վկայությունից, ոչ մի խոսք, որ Քրիստոսի իմ կյանքում այնքան հուժգու է իմ կյանքը փոխել, որ ես գիշերից անցել եմ դեպի ցերեկ, որ ես խավարից անցել եմ դեպի լույս, որ ես ապաշխարել եմ սատանայի դեմքին, ապտակ եմ հարցրել եւ Քրիստոսի սուրբ գիրքն եմ ընկել։ Մարդ ով նորահոգի է, գիտեք սիրելիներ, ես միշտ վախեցել եմ նորահոգիներից։ Ընդհանրապես այս եկեղեցում թե ընդհանրապես կգտնվեն YouTube-յան էջում կամ նայողների մեջ նորահոգիներ, ես ուզում եմ քեզ ասել եղբայրս, քույրս, ընդհանրապես նորահոգի լինելը դա մեղք չի, դա նորմալ է։ Երբ որ մենք սկսում ենք Քրիստոս պաշտել, երբ որ մենք սկսում ենք Աստվածաշունչ կաշտալ, մենք կոչվում ենք նորահոգիներ, մանուկներ Քրիստոսի մեջ, բայց սա ամենակարևոր բանն է, երբ որ դու ունես առաջնորդություն, քո առաջնորդը քեզ պիտի ուղղակի Քրիստոսի ճանապարհը ցույց տա։ Քո առաջնորդը պիտի այնպես չանի, որ դու ուղղակի քո առաջնորդի ետևից քայլես, իսկ եթե հարց տամ քեզ, քո առաջնորդը մոլորված է, իսկ եթե քո առաջնորդը հոգևոր շնացող է, իսկ եթե քո առաջնորդը ֆինանսի հիմքի վրա է առաջնորդում, ապա նշանակում է, որ նա քեզ մոլորեցրեց։ Ինչպես կարող ես դու ընդհանրապես չմոլորվել, որովհետև գիրքն է ասում, եւ ես ասում եմ գրքի մեջ գրված խոսքը։ Շատերը կգան եւ կմոլորեցնեն, շահավաճառության կտանեն մարդկանց, բայց ինչպես դու չմոլորվես, դու պիտի քայլես ում ետևից, Քրիստոսի ետևից։ Այսօր լսում եմ բազում հավատացյալների, օ ասում է ես իմ հովիվին հարցրեցի, արդյոք այս տունը, որ ես պիտի առնեմ թե ոչ։ Օ ես իմ հովիվին հարցրեցի, այս մարդու եք ես պիտի ամուսնանամ, արդյոք կարելի է ամուսնանամ թե ոչ։ Եթե դու ունես հովիվների հովիվը, ես բան չունեմ ասելու, ինձ սխալ մի հասկացեք։ Բարի է հարցնելը, բայց դու հարցրել ես երկինք երկիր արարող Տիրոջը, քո հովվապետին, ով որ երբևիցե քո հոգու մեջ պատասխանը կդնի, արդյոք դու կարող ես այդ տունը գնել, թե արդյոք դու կարող ես ընդհանրապես ամուսնանալ ինչ որ այդ տվյալ կնոջ եւ տղամարդու հետ։ Ինչ եմ ուզում ասել, սիրելիներ, եթե քեզ առաջնորդդ մղում է դեպի իրեն, ուրեմն դու մոլորվեցիր։ Բարձ կրկնում եմ, եթե ես ինչ որ մեկին մղեմ դեպի ինձ, որ ինձ շատ սիրեն, շատ ուղղակի պաշտեն գիտեք, ուղղակի հպաշտանան ինձանով, ես դարձա մի ատեմ անհիմ կոտրված, փշրված բաժակ, ոչ թե քո առաջին Տիրոջ։ Ինչու՞։ Որն է այդ հպարտության գիծը։ Սատանան արուսյակ ամենագեղեցիկ հրեշտակապետն է եղել, բայց նա այսօր ամենատգեղն է։ Ինչու՞։ Հպարտացավ։ Ինչու՞։ Երևակայեց իրեն։ Եկեք չզբաղվենք երևակայություններով։ Ես այստեղ ասում եմ, քավ լիցի երբևիցե իմ կյանքի մեջ, մեկ օր որ ես կհամարձակվեմ իմ Տիրոջ աչքերի առաջ, որ նրա Սուրբ Հոգին այստեղ է, համարձակվեմ երևակայել ինձ, կամ ինչ որ փորձեմ երևակայությունների գիրք ընկնել, ես քեզ ասել եմ, զրո եմ ես, Աստծո առաջ զրո եմ, հասկանում ես դու դա։ Երբեք դու կկանգնես կասես, որ մեծ ոչնչություն ես Աստծո առաջ, ես ասել եմ դա ու կասեմ, ու չպատկերացնեք երբևիցե, գետ մեկ հոգի, ով որ հպարտացավ, նա շուտ է վայր ընկնելու, բայց դու, քանի ես շնչում եմ, չես տեսնելու ինձ, ոչ միկրոֆոնը վար դրած, ոչ էլ ամբիոնից վար նետված, որովհետև ես ծառայում եմ իմ Տիրոջը եւ ծառայում եմ նաեւ քեզ, եթե հասկանաս այդ կանը։ Սուրբ գիրք, դա պիտի առաջնորդի քեզ դեպի Քրիստոս Տերը,
որն է ճշմարիտ հիմքը։ Ես ասել եմ բազում անգամներ, ճշմարիտ հիմքը Քրիստոսն է, Քրիստոսն էլ Աստծո խոսքն է, Աստծո խոսքն է Սուրբ Գիրքն է, որը դու ունես։ Որովհետև նորահոգիները միշտ ֆիքսվում են իրենց առաջնորդներին, մարդիկ դա նորմալ է։ Բայց այստեղ, եթե այդ նորմալի մեջ քարոզվի այն խոսքը, որ ամեն մի նորահոգի Աստծո մեջ, ուր էլ ուզում ես գնա, որտեղ էլ ուզում ես հաճախիր, դու մի փորձիր նմանվել քո կողքինին, դու մի փորձիր նմանվել քո առաջնորդին, դու մի փորձիր նմանվել քո կողքին նստած կնոջը կամ տղամարդուն, բայց դու փորձիր նմանվել մեկին, որի անունն է Հիսուս Քրիստոս, սա է մեր կյանքի հիմքը, մարդիկ։ Առաջին Հովհաննես 2-րդ գլուխ։ Քսանչորսից 27 եմ կարդում։ Աշտ այն, որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակվե ձեզանում։ Եթե բնակվե ձեզանում, այն, որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կբնակվեք, ոչ դու եւ հոր մեջ։ Եվ սա է այն խոստմունքը, որ նա ավետարանեց մեզ, նա մարդիկ ով է նա, Հիսուսը, այսինքն հավիտենական կյանքը, այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների մասին։ Եվ այն օծությունը, որ դուք նրանցից ընդունեցիք, բնակվում է ձեզանում, նրանից ընդունեցիք, կներեք, բնակվում է ձեզանում, եւ դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնե ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ, եւ ինչպես նա սովորեցրեց ձեզ, կացեք նրանում։ Նա սովորեցրեց ինձ, ոչ մի աշխարհի տակ առաջնորդ հովիվ։ Կլիներ դա իմ հովիվը, որին ես շատ եմ սիրում։ Կլիներ դա ուրիշ մեկ հովիվը, երբեք նա չէր կարողանա ինձ ճանապարհից գցել։ Որովհետև Աստվածաշունչը ասում է, Հիսուս ինքը ասեց, եթե դու իմ ետևից ես գալիս, դու ընդամենը պիտի վերցնես խաչը եւ գաս իմ ետևից։ Այստեղ չի նշվում, դու հետևիր քո եւ հետևիր նրան եւ վերջում եթե մտքից ծերովն անգամ կանցնի, կհետևես ինձ, ոչ սիրելիս։ Ամբողջ ճանապարհն է ասում։ Եթե դու ուզում ես առողջ, կրկնում եմ, քրիստոնյա լինես քո կյանքի մեջ, հետևիր խոսքին։ Քրիստոսին ինչ է ասել նա։ Այս վերջեր ինչ որ մեկը խոսեց եւ ասեց, գիտես ասեց, գրված է որ սա այսպես դու պիտի չանես կամ այնպես պիտի չանես։ Ես ուզում եմ ընդհանրապես տվյալ մարդկային էությանը մի հարց տամ։ Եթե ամբողջ 4 ավետարանների մեջ գրված չէ, որ այսեն պիտի չանեմ, ուրեմն ես այն կանեմ։ Ինչ եմ ուզում դրանով հասկացնել։ Եթե Հիսուսը ինձ պատվիրել է անել, կանեմ։ Եթե Հիսուսը ինձ պատվիրել է չանեմ, ես չեմ անի։ Ուրիշ ոչ մեկ մարդու կլինի առաքյալներից սկսած մինչև այսօրվա ծառայողները։ Ես ոչ մեկին չեմ լսի։ Գիտես ինչու։ Որովհետև ես ունեմ Քրիստոս Տեր, որը արդեն ասել է մարդիկ, որ արդեն գրել է։ Նա տվել է մեզ 4 ավետարաններ, եւ ամբողջ 4 ավետարանների մեջ գրված է, թե նա քեզանից ինչ է ուզում։ Ես շգումարեմ նաև հին ուխտը, որ ամբողջ ժամանակներն Աստված Հայր Աստված ինքն է խոսած իր որդու միջոցով եւ մարգարեների միջոցով։ Հիմա ում ենք մենք այսօր լսում, Աստծուն, թե մարդուն։ Եկեք ասեմ ձեզ, չհամոզեմ ձեզ, Աստծուն լսելը քեզ երբեք մոլորության չի տանի։ Այն որ սկզբիցը լսեցիր, գիտես որն է, այն որ սկզբիցը լսեցիր, դու այս ես լսել, քեզ միշտ էլ սկզբից քարոզվել է այս խոսքը եւ ասում է, եթե դու պահես այդ խոսքը քո մեջ, դա նշանակում է կբնակվես դու հոր եւ ոչ դու մեջ։ Այստեղ չի ասում դու կբնակվես քո առաջնորդի մեջ, ասում է ոչ դու եւ հոր մեջ։ Սա է ամենակարևորը։ Եվ հայրը եւ որդին ասում են կգանք եւ քեզ մոտ ընտրիկ կանենք, կճաշենք, որը որ շատ գեղեցիկ է։ Այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների համար։ Դու եթե չուզենաս մոլորվես, դու չես մոլորվի։ Ես հիշում եմ իմ կյանքի անցյալ տարիները, ես հիշում եմ շատ վաղուց ինձ հետևում էին, պարզ կարող եմ ասել Եհովայի վկաները։ Ինձ ասում էին, որ թույլ տուր գանք, քարոզենք եւ խոսենք Աստծուց։ Մի տեսակ իմ սիրտը դեմ էր դրան, սիրելիներ։ Դեմ էր այն բանին, որ նրանցում չկա Սուրբ Հոգի,
Նրանցում չկա հարությունը, նրանցում չկա Հիսուս Քրիստոսը։ Ես ասեցի, նայեք, ասեցի, ես դες ընդհանրապես չեմ կարող թույլ տալ, քարոզել մի բան, որը ըստ այն ժամանակ ես Աստվածաշունչից դեռ չէի կարդում, սիրելիներ, ըստ Աստվածաշնչի սխալ է։ Եթե չկա Քրիստոս, չկա Սուրբ Հոգի, ապա այդ հավատքը մոլորություն է, ասեմ պարզ։ Դու այսօր կլինես Եհովայի վրա կլսես այն ու կհասկանաս, որ այն մոլորություն է։ Եթե Քրիստոս չկա հավատքի մեջ, եթե Սուրբ Հոգին գոյ չէ մեր հայկական, ավանդական, ասեմ, որ չեմ սիրում ասել, քրիստոնեական հավատքի մեջ մենք ինչ ենք պաշտում, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի երոշտությանը, իսկ որտեղ չկա Որդին եւ Սուրբ Հոգին, այնտեղ չկա իրական հավատք։ Եվ դու փախիր այդտեղից։ Աստվածաշունչը ասում է, որտեղ որ Քրիստոս անուն չի քարոզվում, որտեղ որ Քրիստոսը չի նշվում, որ նա եկել է աշխարհ եւ մահացե եւ հարություն արե, ուրեմն դա ների ոգին է։ Իսկ ով որ չի հավատում նրան, ուրեմն իր մեջ ունի ների ոգին, դու նայիր սատանայի ոգին, ավելի ճիշտ։ Եվ հիմա ովքեր են մոլորեցնողները։ Սա դարերից եկած սխալ է, որ սկիզբ է առել սիրելիս առաջին դարի եկեղեցուց։ Ես շատ եմ սիրում կարդալ միշտ այդ առաքյալների թղթերը, Գործք առաքելոցը, շատ գեղեցիկ էին, բայց այնտեղ շատ կան մոլորություններ, որից որ մենք պիտի փախչենք։ Անգամ եթե դուք նկատել եք Պետրոսը խոսում է իր թղթերի մեջ, Պողոսը խոսում է, որ Պետրոսը սխալվեց Պողոսի հանդեպ, մեծն սխալ գործեց, շողոքորտելով ուրիշներին, մենք հասկանում ենք, որ մենք մարդիկս, ես, սկսած ինձանից սիրելիս, սխալողական ենք։ Գիտեք ինչն է դրանում պատճառը, որովհետև մենք մարդ ենք եւ Աստված չենք։ Մենք կարող ենք սխալվել, մենք կարող ենք մոլորվել, մենք կարող ենք այնպիսի մի խոսք քարոզել, որ մարդկային դիմացի կյանքի մոլորության պատճառը դառնա, որ Աստվածաշունչն ասում է. «Վայ, գայթակղողին ուշադիր եղի»։ Վայ, գայթակղվողին։ Գիտեք ինչ, երկուսին էլ վայ։ Եթե դու գայթակղեցիր ինչ-որ մեկին, ասում է ավելի լավ է ջրաղացի քարը կապես վզիցդ եւ ծովը նետվես, սա ավելի օգուտ է քեզ։ Իսկ ում կարող ենք մենք երբևիցե գայթակղեցնել, սիրելիներ, որ ուզում ենք, ցանկանում ենք, հիմնված ենք այն հիմքի վրա, որ ից հետը մեկ հոգի մարդկային հոգի փրկվի Քրիստոսով։ Իսկ կարծում ես, ամեն մեկը մտածում են այդպես։ Ոչ, դառնում են գայթակղության պատճառ, դառնում են մոլորության պատճառ, եւ սա առաջի դարի եկած եկեղեցուց է սկսվել, որտեղ որ Քրիստոսը եւ ուսմունքը վերածվեց շուտապուտ առևտրի, շահի եւ մարդկային փառքի, այո, չբարկանա սա իրականությունն է։ Շահավաճառության, մարդկային փառքի, առևտրի, նայիր առաջի դարի եկեղեցին, նայիր ինչ կատարվեց Պետրոսի կյանքում, նայիր ինչ կատարվեց մարդկանց կյանքում, արդեն այնտեղ գնում էր առևտուրը, ծախում էին տները, ծախում էին ունեցվածքը, տանում դնում էին Պետրոսի ոտքերի առաջ, Պետրոս, որտեղ տեսար քո Տիրոջը, որտեղ տեսար քո Քրիստոսին, Պետրոս, աշխարհի հարստությունն իր ոտքերի առաջ, չկար այդպիսի բան։ Իսկ մենք ինչ է, Պետրոսով ենք հիմնվում, թե Քրիստոսով։ Բարի է Պետրոսը, Պետրոսն աշակերտ է, Պետրոս փոխվեց, Պետրոս ապաշխարեց, բայց մենք ում ենք հետևում։ Ում, որտեղ Տերը ցույց տվեց միլիոններն իր ոտքերի առաջ, ասեց, փռեց եւ աղքատներին տվեց։ Ուներ, նա հարուստ էր Սուրբ Հոգով, նա հարուստ էր զորությունով, եւ ասում է փռեց եւ աղքատներին տվավ։ Ինչը, իր Սուրբ Հոգին սիրելիս։ Եվ այսպես Կաշտում եմ երկրորդ Պետրոս, երկրորդ գլուխ, առաջի 1-3։ Եվ Պետրոսը այստեղ ասում է. «Եվ սուտ մարգարեներ կային կներեք այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորստյան հերձվածողությունը եւ ուրանալով այն Տիրոջը, որ իրանց գնեց, իրանց վրա շուտահոս կորուստ կբերեն։ Եվ շատ մարդիկ կհետևեն նրանց կորուստյանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը կհայոյվի, եւ ագահությունով իրանց մտքից հնարած խոսքերով ձեզ վաճառաշահությանը կգործացեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստված պարապ չէ եւ նրանց կորուստը չի ննջում»։ Այստեղ Պետրոս առաքյալը առաջի դարի եկեղեցում, երբ որ եկեղեցին ընդհանրապես փլուզվեց, քանդվեց առաջի դարի եկեղեցին, ինչու՞ մարդիկ, որովհետեւ նրա հիմունքը եւ սկզբունքը ճիշտ դրված չէր։
Հետո Պետրոսը հասկացավ, որ նա ոչ թե պիտի նստեր եւ գային մարդիկ հավաքվեին ու բերեին, լցնեին ճոխ ու ճող իր ոտքերի առաջ, Պետրոսը հասկացավ, որ նա իր տիրոջ նման պիտի բողոններ քայլեր, որպեսզի գնար ինչ որ մեկին պատմեր իրական խոսքը։ Գիտեք, մարդիկ սխալողական են։ Պետրոս, Պողոս, ամեն մեկ իրենց կյանքում սխալվել են հոգևորի մեջ։ Ես էլ եմ կարող սխալվել մարդիկ, բայց մեկը կա, որը երբեք չի սխալում, դա Սուրբ Գիրքն է, որ մեր համար արդեն իսկ գրված է։ Եվ այստեղ Պետրոսն ասում է. ուրանալով այն տիրոջը ներս կմցնեն կորստյան հերձվածությունը, որն է դա։ Մարդկային դոգմաները, որն է դա մարդկային օրենքները, որն է դա մարդկային պատճառաբանությունները։ Ինչ էր կատարվում այդ առաջի դարում եկեղեցում, հլուզվեց ամեն բան, մարդիկ, փչացավ այն եկեղեցի, որովհետև նա Քրիստոսի հետ կարծես թե չէր քայլում, նա կարծես մի տեսակ ուրիշ հիմք էր դրել, եւ որ ես տեսնում եմ, եւ որ ես հիշում եմ Քրիստոսիս ապրած կյանքը, եւ որ ես հիշում եմ նրա ամեն մի քայլած քայլը, ես հասկանում եմ, որ նա ուրիշ էր, նա ուրիշ էր, մարդիկ։ Եվ որ Հովհաննեսը եկավ ասեց, որ տաճարի տուրքը վարքը մենք պիտի տանք, Պետրոսը կներեք։ Հիսուս Քրիստոսն այնքան գումար չուներ, որ Պետրոսին ասեց գնա, ծովի առաջի ձուկը կբռնես եւ նրա բերանից կհանես այսքան լուման եւ կտաս ինձ եւ քեզ համար։ Դուք հասկանում եք, որ Քրիստոս չուներ ոչինչ։ Իսկ ինչ է դա նշանակում մեզ համար։ Մենք պիտի Քրիստոսով հարուստ լինենք։ Զորավորը նա է մեզանում, որ աշխարհը չունի, իսկ մենք ունենք Քրիստոսի։ Մենք ունենք խոսքը, մենք ունենք նրա զորությունը, մենք ունենք նրա Սուրբ Հոգին, որ քեզ երբեք քո կյանքի կոմպասն է, ես այն քարոզել եմ, որ քեզ երբեք չի թույլ տա, որ դու մոլորվես։ Հասկացիր սա։ Առաջին Կորինթացիս 3-րդ գլուխ։ Որովհետև ասում է այստեղ այսպես. երբ որ մեկն ասե ես Պողոսյան եմ եւ մյուսը ես Ապողոսյան, չէ որ մարմնավոր եք։ Արդ ով է Պողոսը, ասում է Աստվածաշունչը, Պողոսն է սա գրել սիրելիս։ Արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը, միայն պաշտոնյաներ, որոնց ձեռով հավատացիք եւ ամեն մեկին ինչպես Տերը տվավ։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը։ Ինչ եզում այստեղ ասել, որ դու մի հիմնվիր, ոչ Պողոսի, ոչ Ապողոսի, գիտես ով է իմ հովիվը եւ լիդերը։ Նա մի պաշտված մարդ է, գիտեմ, դու նրան շատ ես պաշտում, բայց ասեմ սիրելիս, համեմատաբար քո հետ, ես իմ Քրիստոսին եմ պաշտում, գիտես։ Համեմատած քեզ, ես հասկացել եմ, որ առանց Քրիստոսի ես կյանք չունեմ։ Համեմատած քեզ ես կապրեմ ամիսներ, կխնդրեմ Տերից մի բան ու կսպասեմ ամիսներ մինչև որ նա ինձ կպատասխանի եւ կասի սա իմ կամքն է, դուստր, արա կամ մի արա։ Կխնդրեմ Տիրոջից նշան, կծնկեմ գիշերով Աստծո աստղերի առաջ եւ Տիրոջը կասեմ, եթե Տեր սա քո կամքն է, թող երկնքից այս պահին մի աստղաքար վայր ընկնի։ Ու դեր իմ նախադասությունը չվերջացրած, Տեր այդ աստղաքարը վար է գցել։ Սա է Տիրոջ մեջ ապրելը, սիրելիս։ Սա է Տիրոջ կամքով ապրելը, սա է Տիրոջ մեջ նշան դնելը, որպեսզի դու հասկանաս, որ այստեղ մենանք ապրում ենք, մենք հավատացյալս, քրիստոնյաներս ըստ Տիրոջ կամքի, ոչ թե ըստ առաջնորդի կամ ինչ որ մեկի կամքի։ Ես ուզում եմ քո մեջ այս խորը դու հասկանաս։ Այո, այսօր շատ կան Պողոսներ։ Ապողոսյանը նա քարոզիչ էր, որին կճանաչում էր ընդհանրապես այն անխարդախկատը, բայց նա չգիտեր Քրիստոսի հարության մասին եւ Սուրբ Հոգու գալստի մասին։ Ապողոսն էլ դարձավ քարոզիչ, այո, ասում է մի նման մի ասեք Ապողոսը, Պողոսը, ասում է մեկը ասում է Քրիստոսյան եմ, մյուսը ասում է Պողոսյան եմ, մյուսը Ապողոսյան եմ, Կեպասյան եմ, Կեպասն էլ հենց ինքը Պետրոսն էր։ Ինչու՞ չի կարելի։ Որովհետև ովքեր են սրանք, ով եմ ես, ովքեր են նրանք եղել, ծառայողներ մարդիկ, հաց տվողներ հոգևոր, սնունդ տվողներ, նրանք մեզ պատմել են հավատքի մասին եւ մենք հավատացել ենք նրանց պատմած բերանի խոսքով, բայց հավատքի շարունակությունը, հավատքի հիմքը, հավատքի շինությունը դու դնում ես Քրիստոսով, դու չես դնում ոչ մի մարդով,
դնում ես Քրիստոսով, սա է կարևոր հիմքը։ Եվ ուզում եմ, որ դու խորը հասկանաս։ Անկամ եթե դու կփորձես մտածել, որ ես ինչ որ մեկ բան ավել եմ ասում, բայց ես ուզում եմ ամեն մի աշխարհի հավատացյալին դիմել, ով որ լսում է, հիմքդ Քրիստոսը դու դառնա, շինությունը դել ինքը Քրիստոսը։ Պողոսը, նրանք մարդիկ, նրանք բարի են, նրանք աստծոծարաներ են եղել, նրանք երկնքում են այսօր, ես չեմ ուզում նրանցից ինչ որ վատ երբևիցե խոսել, ոչ, բայց սխալվել են, նրանք էլ են սխալվել։ Պետրոսը սխալվել է, Պետրոսը խոսել է Պողոսի մասին, որ Պողոսի թղթերը այսօր այն տգետները, ովքեր որ խոսքը ընդհանրապես ընդունել չեն կարողանում սևը սպիտակի վրա հասկանալով, այսօր Պողոսի թղթերը դարձրել են մի ծանր բեռ մարդկային ուսերի վրա։ Չուտես, չխմես եւ չհագնես, այսպիսի բան չկա, սիրելիներ։ Ուղղակի դու պիտի լսես Հիսուսին, ինչ ասե քեզ Հիսուս։ Մինչ Պողոսը խոսելը, արդեն Հիսուսը խոսել է քեզ հետ։ Ավետարանները կաշտա եւ հասկացիր, որ չմոլորվես մարդկանց ետևից։ Եթե դու գնաս մարդու ետևից, ապա դու թողել ես իրական քո առաջնորդին։ Դու թողել ես, դու չես կարող դու Քրիստոսի ետևից քայլել եւ քայլել քո առաջնորդի ետևից։ Դու պիտի քայլես միայն ու միայն Քրիստոսի ետևից։ Նա է մեր լույսը, փրկությունը։ Ինձ հաճախ հարց են տվել. Ինչ ես կարծում, ինչ եմ պատասխանել ես։ Ում մասին եմ ես պատմել այդ մարդկանց։ Ինձ ասել են, որտեղ ես ապաշխարել, որ եկեղեցում, դա կարևոր չի այդքան, Քրիստոսով եմ ապաշխարել։ Սիրելիս, խոսքը ես կարտացել ապաշխարել եմ։ Երբ որ ինձ ասվեց, որ պիտի կարտամ Աստվածաշունչ եւ բացեցի ու անհապաղ բացել ու կարտացել եմ, ապաշխարել եմ խոսքով, ապաշխարել եմ Աստվածաշնչյան խոսքով, ապաշխարել եմ աղոթքներով լսելով Տիրոջը ձայնը հանձնառած, ապաշխարել եմ։ Այսպես եւ որ դու կարող ես ինչ որ մեկին մի պատասխան տաս, գիտես որն ամենագեղեցիկը, որ ասես ես վերածնված քրիստոնյա եմ, վերածնված հոգի Քրիստոսի մեջ։ Քրիստոսն է իմ կյանքը փոխել, Քրիստոսն է ինձ բժշկել, Քրիստոսն է ինձ դարձի բերել։ Սա է իրականը, սա է անխարդախ, անսասան հավատքը, սիրելիս, դա է ուզում ասել, սա է։ Երբ որ մենք միայն ու միայն Քրիստոս ենք դավանում, թողնելով մարդկային էակներին աջ կողմի վրա։ Վերածնված քրիստոնյան, Քրիստոսին հավատացող, նրան պաշտող, նրանով ապրող ոմն մեկն է։ Իսկ դու ինչ գիտես, ինչ որ մեկը ինչպես է ապրում Քրիստոսի մեջ։ Դու գիտես ես ինչպես եմ ապրում Տիրոջ մեջ։ Դու չես իմանա։ Եթե ինչ որ մեկը գաղտուկ կամերա չդնի, դու չես հասկանա իմ գիշերն ու ցերեկը։ Դու չես հասկանա իմ ժամերը, որ ես Տիրոջն եմ տալիս։ Դու չես հասկանա այն օրերը, որոնք որ ինձ համար հաշված են ժամերը։ Երբ որ գալիս է ուրբաթը եւ վերջնականապես ես վերջացնում եմ այս խոսքը, որ ես հիմա քեզ եմ տալիս, եւ ինձ մնում է մի շաբաթ եւ մի կիրակի։ Եվ այդ եմ ուզում ասել։ Չեմ ցանկացել ոչ մի մարդկային բերանից լսել ինչ որ իմ կյանքի վերաբերյալ հղված խոսք։ Ասել են շատ, ինչու չես գնում, ինչու ես դուրս եկել, ինչն է պատճառը դարձել։ Սիրելիս, խաչը վերցրու քայլի Քրիստոսի ետևից, թե որտեղ կքայլես, ինչպես կքայլես, նա քեզ կասի։ Եկեղեցում կքայլես, դրսում կքայլես, անապատում կքայլես, դա ընդհանրապես ինչ կապ ունի, քայլիր Քրիստոսի ետևից, եւ այն խաչը քեզ թող դառնա Աստվածաշունչը։ Ինի 13-ն եմ կաշտում առաջի Կորինթացիս։ Որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակությունը, Աստծո շինվածք եք, Աստծո շնորհքի չափովը, որ ինձ տրված է, ասում է Պողոս առաքյալը, իմաստուն ճաշտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշը շինում է, միայն թե ամեն մեկը մտիկ տա, թե ինչպես է շինում, որովհետև ոչ ով ուրիշ հիմք չի կարող դնել, մարդիկ չկա այդպիսի բան, ոչ մեկ ուրիշ հիմք դնել չի կարող, քան թե որ դրված է, որ է Հիսուս Քրիստոսը։ Եթե մեկն այս հիմքի վրա շինե, ոսկի արծաթ, ազնիվ քարեր, փայտ, խոտ, եղեգն, ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևեցն է, որովհետև կրակով պիտի հայտնվի, եւ ամեն մեկի գործը, թե ինչպես է
կրակը կփորձե։ Ուղղակի այստեղ մի փոքր նշպություն կա, այո, կփորձվի եւ կփորձե կրակը, բայց մինչեւ այդ կրակը կփորձվի եւ կփորձե, որ կան մարդկային էակներ, էություններ կմոլորվեն։ Այո, այդ մարդը փորձվելու է, ես էլ եմ փորձվելու, բայց թե որքանի ես կմոլորեցնեմ կամ որքանի կյանքը դեպի իրական փրկությունը խոսքով կճանապարհվի, սրանք տարբեր բաներ են։ Վերջում կանգնելու ենք այո Աստծո առաջ։ Որքան ասում է հանձնարարությունը շատ եղավ Աստծո մեջ, այնքան էլ պարտականությունը շատ պիտի դառնա, այդպես է մարդիկ։ Մի մարդ մեկ օր ինձ ասեց մի տարօրինակ հարց. ես հաճախել եմ տարբեր եկեղեցիներ, հավաքույթներ, մասնակից եմ եղել ամեն մի ավանդույթների եկեղեցական, ամեն մի տարբեր խոսքի, տարբեր հովիվների եկեղեցիներում, խմբակներում հավաքվել եմ, բայց ասում է, մեկը մյուսից տարբերվում են։ Ես նկատել եմ, այդ մարդը ասեց, որ մեկը մյուսից շատ տարբերվում է եւ տարբերվում է հավանականից հավատքով եւ խոսքով։ Եվ այդ մարդ ասեց ինձ, գիտեք ինչ տիկին, հավատքը դա մի անձնական փորձ է։ Այստեղ մենք կարող ենք ասել այո, բայց այստեղ կարող ենք ասել ոչ, որովհետև այս ոչի ընթացքում, քանի որ այդ մարդը կարող է մոլորվել, հավատքը անձնական փորձ է։ Մի րոպե, եթե մենք անձնական հավատքի փորձի վրա կառուցենք հավատքը, նորից մենք կմոլորվենք։ Ես ինչ եմ ուզում ասել, անձնական փորձ այս մարդու նա էր, որ ամեն տեղ նա գնացել էր, ամեն մի եկեղեցի լսել էր խոսք եւ նա հասկացել էր, որ ամեն տեղ քարոզվում է տարբեր բաներ։ Այսինքն չկա հիմքը, չկա Քրիստոսը, չկա Աստծո կամքը, չկա Աստծո խոսքը։ Այնտեղ մեկը քարոզում է, որ կինը պիտի չներկվի, շշտներ պիտի չներկվի, աչքերը պիտի չներկի, մազերը պիտի չներկի, ընդհանրապես պիտի մնա բնական, ոնց որ ինքը կա։ Միտեղ էլ քարոզում է, որ ինչու ոչ, եթե Աստված ինձ տվել է, եթե Աստված ըստ Աստվածաշնչի ասել է, ես նրա արքայա դուս տրնեմ, ես նրա դուս տրնեմ Քրիստոսի, ինչու ես պիտի ողորմելի Երևան երկրի վրա, ինչու պիտի ինձ տեսնողը տեսնի որպես խավար, այլ ոչ թե լույս։ Շատերն ինձ ասում են, կան հավաքույթներ, կան ավանդույթներ, որ քարոզում են կանանցը ընդհանրապես ոչ մի բանով չվարվել, չզբաղվել իրենցով, բայց երբ որ ինչ որ մեկը այդ տվյալ կնոջը տեսնում է, ասում է ես սրա նրան նման դառնամ։ Ինչ է նշանակում սա։ Հիմա որն է ճիշտ։ Շշտներկ թե առանց շշտներկի, մազերը ներգել թե առանց մազերը ներգելու, բայց սա ընդհանրապես մարդիկ ինչ կապ ունի, եթե մարդկային էությանդ մեջ խոսում է Քրիստոս, եթե դու ապրում ես քո ամբողջ էությունով Քրիստոսին, եթե դու ապրում ես միայն Քրիստոսի համար, եթե դու անգամ այդ շշտներկը կիրառում ես քո վրա գեղեցիկ լինելու քո թագավորին, իսկ ով է որ կարող է երբևիցե ինչ որ մեկ բան ասել։ Հիմա հասկանում եք, այս մարդը շփոթված ասել է, ես ընդհանրապես ոչ այս հավատքին, ոչ այն հավատքին, ես իմ Աստվածն ունեմ, հասկացել եմ, որ ես իմ անձնական հավատքն ունեմ, բայց որքան վտանգավոր է սա, սիրելիներ, սա մի վտանգավոր անիմաստություն է սա, ես իմ Աստվածն ունեմ, դու քո Աստվածն ունես, դե բարի, կարելի ասել մենք Աստծուն դարձրեցինք հազարավոր տեսակ Աստված, կշտեցինք այդ մեր մեջ, Նաև նա ասում էր, այն ինչ Սուրբ Գիրքը ասում է, ինձ համար դա կարևոր չէ, այդ մարդը։ Նաև նա ասում էր, Քրիստոսը ինձ ոչինչ չի ասում, սրանք գայթակղության աստիճաններ են, որ այդ մարդուն գայթակ խեցրել են ովքեր, այդ տարբեր եկեղեցիներում քարոզիչները, ամեն տեղ քարոզվել է մեկ բան եւ այս մարդու համար դառել է այդ շատ։ Եվ հիմա որն է վտանգավոր։ Ասենք ես մոլորված եմ, ես գնացի դժոխք, վտանգավորը գիտեք որն է, որ երբևիցե, ից հետ է մեկ հոգի իմ ետևից մոլորվի, ու ես պատասխանատու եմ, հաշվետու եմ այդ մարդու համար, ուրիշ բան է ես քեզ ճշմարտությունը կքարոզեմ, դու այն չես ընդունի, դու կապրես ոնց կապրես, բայց մեկ ուրիշ բան է, երբ որ ես քեզ մոլորություն կքարոզեմ ու դու կընդունես։ Եվ այսպես է սա սիրելիս, մոլորությունը ձեռնաբաց են ընդունվում։ Մոլորությունների մեջ կան հազարավոր անդամներ, նստում են նրանք շարքերում, բայց ճշմարտության ատորներին ոչ մեկ չի ուզում նստել։ Դե հեշտ է, քո հովիվը քեզ չի քարոզում, որ աչին խփելու ձախն էլ պիտի դեմ տաս։ Քո հովիվը քեզ քարոզում է, որ դու փրկված ես հավատալով, բայց Աստվածաշունչը քարոզում է քեզ, որ հավատքն առանց գործերի Աստվածաշնչյան նա մեռած հավատք է։
Դե հիմա դու հասկացիր, ում կընտրես եւ որին կընտրես։ Հիսուսը ինձ համար նշանակություն չունի, նայեք, ինչ կայտակղության աստիճան է, որ այդ մարդը հասել, որ նրա համար Հիսուսը ոչ մի նշանակություն այլևս չունի, ուր ենք հասել։ Իսկ արդյոք քո համար Հիսուսը նշանակություն ունի։ Այսպիսի մեղք, միտք եւ փորձ ցավոք սրտի ունեն շատերը։ Ցավոք սրտի եմ ասում մարդիկ, ես ասում եմ այդտեղ գնամ։ Այդտեղ ես ոնց գնամ ապաշխարեն։ Մինայի այդ ողբալի մարդկանց ամբողջ ժամանակ նստում են շարքերում ողբում են, կարմրած աչքերով, շփոթված դեմքերով։ Իսկ շփոթությունը ո՞րն է։ Տիրոջ մեջ լացը ո՞րն է, մարդիկ։ Որը։ Այո, ես սկզբնակ շատ եմ ողբացել ու լացել, հասկանալով թե ինչ ցավ եմ տվեմ Տիրոջը, բայց մեկ օր այդ լացը եւ ողբը վերջացավ, քանի որ հասկացա, որ ես իմ Տիրոջը այլևս չեմ ցանկանա ցավեցնել, եւ դա պատճառ դարձավ իմ արցունքների վերջնական հատմանը, որն է այդ ողբը։ Քեզ տեսնողը պիտի լույս տեսնի, քեզ տեսնողը եթե խավար տեսավ, ինչպես նա կարող է Աստծո լույսին գնալ, չի կարող։ Եթե ամեն մեկ մարդ կարող է կերտել իր Աստվածը, ապա մարդն է արարել Աստծուն։ Սա մի նախադասություն եմ ես կրկնում, եթե ամեն մեկ մարդ ասի, ես իմ Աստվածն ունեմ, ես գիտեմ ոնց կհավատամ, ուրեմն այդ մարդը կերտել է Աստծուն եւ այդ մարդը ինքը արարել է իր Աստծուն։ Եվ սա շատ վտանգավոր է, մարդիկ։ Դու քո Աստվածն ունես, իսկ ինչպիսին է քո Աստվածը։ Նա քեզ չի հանդիմանում, չէ՞։ Նա քեզ չի հորդորում, որ մեղքից դեպի կյանք դառնաս։ Նա քեզ չի հորդորում, որ շնությունը ճշմարիտ բան չէ։ Նա քեզ չի հորդորում, որ դավաճանությունը դա ընդհանրապես աստվածային հիմունք չէ։ Այո, քո միջի Աստվածը քեզանից չի պահանջում ոչինչ։ Դրա համար էլ դու քո միջի Աստծուն կերտել ես այնպիսին, ինչպիսին որ դու կուզես, որ նա լիներ, բայց նա Աստված չէ։ Եթե նա քեզանով է կերտված, ապա դու ես նրան արարել։ Բայց ասեմ, ըստ հակառակը, որ դու արարվել ես նրա ձեռքով։ Ես կարդում եմ մի ճանաչված քարոզչի գիրք, որ ինձ շատ մոտիկ հարազատ մարդիկ են իրենք, Զայդան նրա անունը, պարոն Զայդան, որ ինքը եղել է մուսուլման Լիբանանում, որ եկել է Քրիստոսին եւ ամբողջ մի կյանք ծառայել է մինչեւ իր մահվան վերջին օրը, ինքը քարոզել է Տիրոջ եւ մահացել, եւ նրա կյանքի գիրք կարդացել եմ, այնտեղ մի բան է նշված։ Նշվում է այսպես. այդ տվյալ Զայդան, պարոն Զայդանը մտել է Լիբանանում խանութ, մի կուրկի խանութ, որտեղ որ եղել են տարբեր արձաններ, բուդայի արձաններ եւ բան։ Եվ այդ վաճառողը մուսուլման է եղել։ Եվ այս պարոն Զայդանը գնել է մի բուդայի արձան փոքր, եկել է կասայի մոտ, գումարը տվե առել է այդ արձանը եւ այդ մուսուլման վաճառողին ասել է. մոտը չակուճ ունես, ասել է այո, ինչի համար, ասել է ես այս արձանը հիմա պիտի ջարդեմ։ Ես ուղղակի ամեն ժամանակ փառք եմ տալիս այսպիսի մարդկանց համար, ովքեր որ այս տեսակի, ինչպես են ասում, ռիսկ հայրենի մեջ համարձակություն ունեն, ես սիրում եմ համարձակ մարդկանց, ասում է չակուճը դվեր ես այս արձանը պիտի ջարդեմ։ Այս մուսուլման վաճառող խառնվել է իրար, ինչպես կարող ես այդ Աստծուն դու կոտրել, ով է քեզ տվել այդ իրավունքը։ Եվ այստեղ պարոն Զայդանն ասում է մի շատ հետաքրքիր բան։ Եթե ասում է, որ ես գումար տվեցի եւ գնեցի քո Աստծուն, գումարով արա այն, փողով արա, այն չի կարող Աստված լինել։ Ու այդ պահից սկսած այդ մուսուլման վաճառողը մի անգամից դառնում է քրիստոնյա իր մուսուլմանական հողից։ Ինչ է նշանակում դա սիրելիս, դու քո Աստվածը կեշտիր, նկարազարդեցիր, արձանավորեցիր, բայց ես կարող եմ հանգիստ վերցնել այդ նկարներդ եւ պատրել։ Ես համարձակ մարդ եմ հոգեվորի մեջ ասեմ, շատ համարձակ եմ։ Ես կարող եմ արձաններդ, այդ չարձաններդ կոտրատել, կարող եմ։ Ես ամբողջ իմ տան մեջ մի կուրք չկա, որ գիծից հետ է գտնվի։ Ոչ մի Հիսուսի պատկերու նկար, որովհետև գիտես ինչու, նա պատկերու նկար չունի։ Նա արձան չէ, նա կենթանի Աստված է։ Նա Աստված է, որ ամբողջ մոլորակին կարող է միաժամանակ խոսել, լսել եւ ունի ունակություն քո ձայնը լսել։ Եվ հիմա ուզում եմ քեզ հասկացնել, կերտեցիր քո Աստծուն։ Ուրեմն դու իրական Աստծուն պաշտել չես կարող։ Դու ունես քո Աստվածը եւ դա շատ վտանգավոր է։ Եվ այսպես համեմատաբար ուզում եմ քեզ բացատրել վերջինս։ Կարող ես կերտել ամեն մի կուրք, բայց նա
իրական Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Համաձայն ես ինձ հետ։ Աշխարհի ամենագեղեցիկ ոսկեզոծ, անգամ այն Ծառուկյան Գագիկի արձանը, որ կանգնեցրել է Հիսուսի արձանը, որ Քրիստոսից նա մի ոչ մի նշույլ իր կյանքի մեջ չունի, ուղղակի արձան է կանգնացրել, կուռքը Հայաստանի մեջ կանգնացրեց, որ Դանիելի գլխում գրված է գրքի։ Կռապաշտությունը վերջ չունի այս երկրի մեջ։ Ու ոչ մեկ չկարողացավ նրան թույլ չտալ այդ կուռքը տնկացնել ուղղակի Հայաստանի սարերի վրա։ Բայց ուզում եմ ասել, ամեն մեկիս կեշտած Աստվածը մեզ տանելու է կամ մոլորության, կամ տանելու է մեզ փրկության։ Խոր վիրապի օրինակը, ես մեկ օր գնացի, ես ընդհանրապես իմ ամենաշատ գնացած տեղն է խոր վիրապը ինքը, եկեղեցին չեմ ասի խոր վիրապը, ես մեկ օր այնտեղ էի, ու ես հոգևոր մեծ ըմբարգություն ապրեցի, երբ որ մտա այդ եկեղեցին սիրելներ, ես այնտեղ Քրիստոսից փնտրում էի ինչ-որ մեկ խորհուրդ, չկար, խաչ չէի տեսնում Քրիստոսից ոչ մի փոխհարաբերական իմաստով մի սիմվոլ չէի տեսնում։ Ուղղակի այնտեղ պատի վրա մեծ ըմփակցված էր Մարիամ Աստվածածինը, Հիսուս Քրիստոսը փոքր երեխա իր գրկի մեջ, եւ ես վառված հոգևոր կրակների մեջ մոտեցա այդ տերունականին ասի՝ «Բարև ձեզ»։ Բարև ձեզ, ասեց ձեզ մի հասարակ հարց տամ։ Մենք քրիստոնյա ենք, չէ՞։ Ասեց այո, աղջիկ ջան։ Ասեցի, եթե մենք քրիստոնյա ենք, ինչու է այս եկեղեցին կաթոլիզմով տարապում։ Նայեց ուշադիր աչքերիս մեջ, ինչի նկատի ունես։ Ասեցի Քրիստոսից այստեղ մի նշույլ կարող եք դուք ինձ ցույց տաք, բացի Մարիամի նկարը, փոքր Քրիստոսի գիրկը։ Ասեցի դուք զգացել եք ընդհանրապես, որ մենք քրիստոնյա երկիր ենք։ Քրիստոս գնաց, խաչը մնաց։ Այստեղ ուրիշ ոչինչ չկա։ Սիմվոլաբար դու կարող ես միայն խաչ, եթե պաշտել հնարավոր է։ Պաշտյալին պիտի պաշտես, խաչյալին ոչ թե խաչին։ Ասեցի այս մարդուն, ինչու է այս նկարը փակցված։ Եթե մենք կաթոլիկական եկեղեցի չենք, քրիստոնյա ենք, ապա ինչու է Մարիամ այստեղ պաշտվում։ Այս մարդ տարուբեր արեց ու ինձ պատասխան տվեց մի այսպիսի տար օրինակ պատասխան։ Ծուղակներ ընկել։ Ասեց, քույրիկ ջան, ասեց, այստեղ աղջիկ ջան, այս նկարը փակցրել է հենց ինքը նկարողը։ Ասեցի, հասկանալի է։ Իսկ եթե հարց եմ տալիս քեզ, եթե ինչ-որ նկարիչը Լեոնարդո դա Վինչին ուզենար Մոնալիզայի նկարը փակցներ, ուրեմն այդ Մոնալիզայի նկարը պիտի փակցվեր այդտեղ։ Նկարիչն է ցանկացել դա փակցնել։ Նա չուներ պատասխան, սիրելիս, նա չուներ պատասխան։ Ուր է Քրիստոսի խաչը։ Եթե դու խաչ պաշտող ազգ ես, դու խաչի հետևից գնացող ազգ ես, ուր է Քրիստոսի խաչը եկեղեցի։ Այստեղ խաչ կա, դու այստեղ ուրիշ կուրք տեսել ես երբևիցե։ Չես տեսել, չես էլ տեսնի։ Այստեղ խաչ կա, այստեղ Քրիստոսն է պաշտվում։ Ոչ թե Մարիամ է պաշտվում, ոչ թե կաթոլիկական սկզբունքներ են պաշտվում, բայց մենք ցավոք սրտի դարձանք այդ սկզբունքների տեր մարդիկ։ Եթե Քրիստոսը քո տերն էր, ապա խաչը պիտի դառնար քո բեռը կրելու այս կամ մի բան։ Եթե ամեն մարդ կարողանա իր քիմքի համեմատ Աստված կերտել, պատվիրել, ապա այսօր Աստված չեր ունենա մեծատար Աստված անունը, հասկանում եք մարդիկ։ Եթե ամեն մարդ իր քիմքի համեմատ կերտեր, պաշտեր Աստծուն, դե իմ Աստվածն էսպիսին է, դե քո Աստվածն էլ այդպիսին է, այո գիտեմ, ապա Աստված չէր կարողանա այդ մեծափառն անունը կրել, Աստված անունը, դու գիտեք, մարդկության մեջ այդ բառը գոյություն չունի, մենակ Տիրոջն են ասում Աստված։ Հիմա ու նա քո մեջ կբնակվեր միայն ու միայն քո ֆանտազիաների մեջ։ Դու կարող ես մարդկային բերանից լսել խոսք, հռետորաբանություն, օրենքներ եւ ամեն այս տեսակի բաներ առանց Քրիստոսի, բայց այսօր Քրիստոս Տերը մեզ հասկացրել է զավակս որդիս, չէ որ ես քո կոմպասն եմ ու դու չես մոլորվի, վերցրու ինձ քո կյանքի մեջ, դարձրու ինձ քո մեծատար Աստվածը, հանիր քո միջի այդ Աստվածներին, հանիր այդ նկարագործներին, հանիր այդ արձանիկներին, հանիր այդ ամեն քո տան բնակված անկյունում կռապաշտությունը, որ ամեն մի հայ տան անկյունում բնակվում է կուռքը եւ նաեւ բնակվում է անեծքը, հանեք դրանք։ Աստված նկար չէ սիրելիս։ Աստված արցան չէ, նորից եմ կրկնում, Աստված երկինքիրքին է արարել, դու ինչ գիտես նրա տեսքը, դու ինչ գիտես, ուղղակի դու գիտես նրա մասին, քանի որ քեզ Աստվածաշունչը պատմում է նրա մասին, թե չէ ուրիշ ոչինչ դու երբեք չեր իմանա։ Եվ ամենամեծ
ամենահավաստի տեղեկատվությունը դուք իմանաս Աստծո կամքի մասին Սուրբ գրքի մեջ։ Ես դա քարոզել եմ մարդիկ։ Մի գնացեք հեռու։ Եթե կասկածում եք, եթե զգում եք, որ ձեր էությունը չընդունեց այս խոսքը, բացեք, կարդացեք ամբողջ Աստվածաշունչը շատ անգամներ, որպիսի ոչ մի մարդ, ասում է դրանով դուք կփակեք տգետների բերանը ըստ Աստվածաշնչյան խոսքի։ Իսկ ով լրջորեն փնտրի Հիսուսին, նա կգտնի այն, ով հենվի անարատ հիմքի վրա, որն է Քրիստոս, կճանաչի ճանապարհը եւ իրական ճշմարտությունը։ Եվ ես հիմա կարդում եմ վերջի երկու գլուխները եւ վերջացնում եմ։ Առաջին Առաջին Տիմոթեոս երկրորդ գլուխ 3-ից 6-ն եմ կարդում, որովհետև սա բարի է, ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենի համար փրկանք տվավ, որ վկայություն լինի իր ժամանակներում։ Ֆիքսվիր Քրիստոս Հիսուսին, ֆիքսվիր սիրելիս։ Նորից եմ ասում, նա քեզ այնքան մոտ է, ասում է խոսքը քո բերանում է, խոսքը քո սրտի մեջ է, խոսքը արդեն հասել է տեղ։ Մեզ պետք չեն խոսքեր, մեզ պետք չեն տասնյակ տարիներ քարոզվի այն անխարդախ կատը, դրա մասին դու գիտես, ուղղակի խորը գնա, փորձիր ավելի շատ լող տալ խորության մեջ, գնա ջրերի մեջ։ Եվ մեր վերջինս Հռոմեացիս 14-րդ գլուխ։ Տասնմեկ 12-րդ խոսքը, որովհետև գրված է. ես կենթանի եմ, ասում է Տերը, որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնվի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստծուն։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Ով որքան գեղեցիկ են այս խոսքերը, ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Դու վաղը չեմիսոր չես կանգնելու Քրիստոսի առջև ու ասես գիտես ինչ, դե այն մոլորող ինձ մոլորեցրեց։ Դու չես կանգնելու եւ այն նման ասես թե օծը խապեց ինձ, կամ Ադամի նման ասեց այն կինը, որ ինձ տվեց իր, նա խապեց ինձ։ Դու չես կարողանալու սիրելիս, որովհետեւ Աստվածաշունչն ասում է ամեն մեկը պիտի կանգնի Աստծո առջև։ Քեզ տրված է խոսքը, որ կարդար չմոլորվես։ Իսկ եթե դու մոլորվեցիր մոլորվողի ետևից գնացիր, ապա այն ժամ անգամ այն մոլորվողը քեզ պատճառ չի դառնալու, որ քեզ մոլորեցրեց, քանի որ դու մոլորվեցիր, որովհետև դու ցանկացար մոլորվել, քանի որ դու մոլորվեցիր, որովհետև խոսքը այնքան դյուրին ու փափուկ էր քեզ համար, որ դու ուզեցիր այն փափուկ խոսքը լսել, չհանդիմանվել, չապաշխարել եւ մեղքի զգացումով ապրել, մինչեւ որ քո կյանքիդ վերջի շունչը, որից հետո էլ կանգնեցիր դատաստանի առաջ, բայց Աստվածաշունչը ասում է մեկ բան. դու արի այսօր քեզ դու դատիր ինքդ քեզ, դատապարտիր, որպեսզի հավիտենական կյանքի մեջ այլևս դատաստան չընդունես, որովհետև այն մարդիկ, ովքեր որ այսօր մոլորել են եւ մոլորվել են, այսօր կանգնած են դատաստանի առաջ, թե իրենց գործերով նրանք պիտի դատվեն։ Այո, բայց դու մի մոլորվիր։ Սա է իմ ասելիքս։ Քանզի դու ունես Տեր, դու ունես Փրկիչ, դու ունես խոսք, դու ունես Աստվածաշունչ, դու ունես մեկ, ով քեզ ճշմարիտ խոսքը երբևիցե կարող է տալ ու կտա, եւ այդ խոսքի ետևից գնա, Քրիստոսի ետևից գնա։ Ով եմ ես, ով է առաջնորդը, ով է լիդերը, ով է հովիվը, նրանք մարդիկ են քեզ նման, որոնք որ մեղավոր կյանքերից ոչ մեկս այստեղ հրեշտակ չձևանանք։ Բոլորս էլ եկել ենք աշխարհից, բոլորս էլ եկել ենք մեղավոր կյանքից, բոլորս էլ եկել ենք հոգևոր շնություններից դարձած դեպի Քրիստոս եւ այսօր քարոզում ենք խոսքը։ Դու նայիշ տես թե ով է քո առաջնորդը, ասում է պտուղը իր ծառիցը ճանաչիր, նայ նրա պտղին, նայ նրա ծառի պտղին, թե ինչպիսին է նա, այն ժամանակ հասկանաս արդյոք քեզ մոլորեցնում է նա, թե ուղղակի դու ես քեզ ինքդ մոլորեցնում։ Սիրելիներ, այսքան այսօրվա խոսքը, հուսով եմ սա հասանելի դարավ մեր սրտերին, որ երբևիցե կհասկանանք,
թե ինչ է նշանակում Աստված մեծատար եւ ինչ է նշանակում Աստվածներ փոքրատար։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Եվ ես ուզում եմ Տիրոջս վերջին երգը, փառքը պաշտամունքը տալ նրան։ Հիսուս, սիրո Աստված, Հիսուս, մռնողին կյանք տվող Աստված, Հիսուս, սիրո Աստված, Հիսուս, մռնողին կյանք տվող Աստված, Քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, Քո ճանապարհով պիտի քայլեմ, Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս, Քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, Քո ճանապարհով պիտի քայլեմ, Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս։ Հիսուս, ներող Աստված, Հիսուս, զորություն բարքևող Աստված, Հիսուս, ներող Աստված, Հիսուս, զորություն բարքևող Աստված, Հոգուտ խորքում իշք ես օրհնեմ, իմ երգերով փառաբանեմ, ու հավատքով դիմավորեմ, Հիսուս, հոգուս խորքում իշք ես օրհնեմ, իմ երգերով փառաբանեմ, ու հավատքով դիմավորեմ, Հիսուս, հոգուս խորքում միշտ քեզ օրհնեմ, իմ երգերով փառաբանեմ, ու հավատքով դիմավորեմ, Հիսուս, հոգուս խորքում միշտ քեզ օրհնեմ, իմ երգերով փառաբանեմ, ու հավատքով դիմավորեմ, Հիսուս։ Հիսուսը Աստծո գրկից է իջել վայր, որպեսզի դու կարողանաս երբևիցե Հովհաննեսի նման դրա լանջքով մտնես եւ գիրկը նստես։ Սա է պատճառը միակը, դու փնտրիր Հիսուսին, թե չէ մոլորությունը շատ է։ Հիսուս, հույսի Աստված, Հիսուս, աշխարհին լույս տվող Աստված, Հիսուս, լույսի Աստված, Հիսուս, աշխարհին լույս տվող Աստված, Քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, Քո ճանապարհով պիտի քայլեմ, Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս, Քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, Քո ճանապարհով պիտի քայլեմ, Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս,
քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, քո ճանապարհով պիտի քայլեմ, քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս, քո ճշմարտությամբ պիտի ապրեմ, քո ճանապարհով պիտի քայլեմ, քո գրկի մեջ պիտի մնամ, Հիսուս. Սիրելիներ, վերջին աղոթքս, եթե ուզում եք կանգնեք ոտքի, եկեք մեր Տիրոջը, ամբողջ մեր էրությունը թող փառք տա նրան։ Եկ քո հոգու խորքում, սրտիդ խորքում հասկացիր, որ նա միայն ու միայն քո փրկությունն է ուզում։ Քանի որ Աստվածաշունչը ասում է, վերջին խոսքը ես կարտացի, ամեն մեկ ծունկ պիտի կրկնվի նրա առաջին, եղբայրս, քույրս, թե քո ծնկներն այսօր կկրկնվեն Քրիստոսի առաջին, թե քո ծնկները կկրկնվեն դատաստանի օրը Քրիստոսի առաջին, դա քեզանից է կախված, բայց այն, որ պիտի կրկնվի, համոզված եղիր։ Ուզում եմ, որ հասկանաս Տերը տվել է հնարավորություն, որ այսօր նա մեզ դատի, որ հավիտենական կյանքից անպարտ լինենք մենք և դատապարտված չլինենք մենք։ Այո, Սատանան էլ է ծնկելու վերջում նրա առաջ։ Սատանան էլ է ծնկելու նրա առաջ անտիքրիստոսը, նեռը, գարշահոտը, բայց փրկություն չի լինելու նրան։ Բայց ես ուզում եմ, որ դու փրկվես, սիրելիս։ Ես ուզում եմ, որ դու փրկություն ապրես։ Ես ուզում եմ, որ այսօրվանից հետո սկսես դու մտածել քո հավիտենական կյանքի մասին, որովհետև քո ժամանակավոր կյանքի վերջը, վերջակետը դու չգիտես։ Արի երկուսով մտածենք, արի ես և դու այս պայից սկսած Հիսուս դավանենք, արի այս պայից սկսած մենք Հիսուսով ապրենք, արի այս պահից սկսած մենք հաշիվ տանք Հիսուս Քրիստոսին մեր ամեն մի կյանքի ապրած մեղքի համար, քանզի ասել է նա կների, քանզի ասել է նա կծածկի իր այրունով, իր սուրբ թափված այրունով և կծածկի։ Հավատում եմ, Տեր իմ, որ շատ մարդկային հոգիներ դու այս խոսքով, շատ մարդկային հոգիներ կհասկանան այս խոսքը, ովքեր որ կգայթակղվեն, թող գայթակղվեն, նրանք քեզանից կգայթակղվեն, Տեր Հիսուս, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, եթե ինչ-որ մեկը կլսի այս խոսքը և կընդունի, Աստվածաշունչն ասում է երանի նրան, իսկ եթե այս խոսքը լսողը առը կհամարի և դեն կնետի, ապա ծնկներդ կրկնվելու են դատաստանի օրը Քրիստոսի առջև, սիրելիս, այդ թող քեզ երբևիցե պարզ դառնա, ով որ երբևիցե չի համարձակվել այս խոսքը քեզ քարոզել, ես այսօր համարձակ տալիս եմ քեզ այն, թող այսօր ոտքերը ծնկի Քրիստոսի գահի առաջ և ազատ կլինես դատաստանից Հիսուս Քրիստոսի անունով։ Քեզ փառք ու պատիվ իմ Տեր Հիսուս, ամեն փառքը, ամեն պատիվը Տեր, ես իրապես տալիս եմ քեզ, ինչպես մի մեծն ոչինչ ծնկած խոնարհված եմ առջևդ և պաշտում եմ քեզ միակ Տերս, միակ փրկիչս, արարիչս, հավիտյանս հավիտենից, ինչ որ մեկը թող ասի, ամեն, ամեն Տեր ջան։